Սեյսմիկ ակտիվ գոտում ենք պարտավոր տեղյակ լինել ընդերքում կատարվող ցանկացած փոփոխության լինի ապարների աննշան շարժ, թե նոր բաղադրության գազային առաջացումներ։ Երկրաշարժի ռիսկի մասին հուշող վաղ այդ նշանները գիտական մակարդակով հետազոտելու, վտանգը վերլուծել գնահատելու ուղղությամբ Երևանն ու Պեկինը համատեղ աշխատանքներ կիրականացնեն։ Գիտությունների ազգային ակադեմիայի և Չինաստանի երկրաշարժերի վարչության ղեկավարները առաջիկա 5 տարվա համագործակցության հուշագիր են ստորագրում։ Նախօրեին Գյումրիում էլ սեյսմա-երկրադինամիկական ցանցերի տվյալների հավաքագրման ու մշակման հայ-չինական կենտրոն է բացվել։ Մի քանի կայանից բաղկացած ցանցը բացառիկ է ամբողջ տարածաշրջանի մասշտաբով, հայտարարում է չինական պատվիրակության ղեկավարը։ Բոլոր կայանները հագեցած են ժամանակակից նոր տեխնոլոգիաներով, որոնք կարող են արձանագրել երկրակեղևի նույնիսկ ամենաչնչին շարժը։ Սեյսմակայաններն այստեղ բերելու և շահագործման հարցում ներդրած ջանքերի համար Չինաստանի երկրաֆիզիկայի ինստիտուտի ղեկավար, ասիական սեյսմաբանական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Լի Լիին շնորհվեց Հայաստանի ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում։ Բյուրականում և ևս 7 վայրում տեղադրված բարձր ճշտության սարքերն ի դեպ արդեն արձանագրել և երկրաֆիզիկայի ու ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ են փոխանցել օրերս Եգիպտոսում ու Հունաստանում տեղի ունեցած ոչ ուժեղ ցնցումների մասին ինֆորմացիան։ Ցավոք, երկու մեր ժողովուրդներն էլ տարբեր ժամանակներում տեսել, զգացել են երկրաշարժի աղետալի հետևանքները, նկատեց ակադեմիայի նախագահը, շնորհակալություն հայտնեց արդեն կատարած ներդրման ու հետագա համագործակցության համար։ Այս համակարգը թույլ կտա լուծել երկրաֆիզիկայի, սեյսմաբանության և կիրառական երկրաշարժագիտության ոլորտներում բազմաթիվ գիտական և կիրառական խնդիրներ։ Հայկական կողմին հյուրերը հրաժեշտից առաջ հրավիրեցին մասնակցել նաև հունիսին Չինաստանում նախատեսված սեյսմոլոգիական գիտաժողովին։ Հերմինե Բաղդասարյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։